Ես Արմեն Պետրոսյանն եմ, Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ, ծնվել եմ Ստեփանակերտում, ավարտել եմ Ստեփանակերտի թիմ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել եւ կարմիր դիպլոմով ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 21 տարի ծառայել եմ զինված ուժերում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, վերջին պաշտոնս եղել է բրիգադի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի պետ, եւ այդ պաշտոնում ես կարողացել եմ նաեւ դառնալ զինված ուժերի լավագույն ֆիզպատրաստության պետ, նաեւ փայլել ոչ միայն Հայաստանի զինված ուժերում, այլ նաև ԱՊՀ երկրների զինված ուժերում իմ թիմը գրավել է առաջի տեղ բանակային ձեռնամարտից։ Բանակում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, համատեղության կարգով նաև հաշվի առնելով իմ մարզական մասնագիտությունը, նաև Արցախի Հանրապետության հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում 16 տարի եղել եմ Կյոկուշին կարատեի մարզիչ եւ Արցախում ստեղծված երկու ֆեդերացիաների համահիմնադիրներից մեկն եմ ես։ Մեր ֆեդերացիան Արցախում ամենամասսայականներ, ունեինք ավելի քան 300 աշակերտներ եւ 7 մարզիչ եւ նաեւ ամենառեզուլտատիվն էր մերը, որովհետեւ աշխարհի քառակի չեմպիոն ունենք Արտուր Արոշանյանը, որը հիմա գտնվում է Արգենտինայում եւ Հարավային Ամերիկայի համար 1 մարզիչն ու մարզիկն է այսօր եւ միջև օրս է փայլում է միջազգային տարբեր հարթակներում։ Պատերազմի ժամանակ ես արդեն զորացրված եմ եղել եւ զորակոչվել եմ նորից բանակ։ Զորակոչվել եմ, սկզբից նշանակվել եմ սանիտարական կորուստների գումարտակում ըստ մասնագիտության եւ որտեղ որ զոհված հրամանատար լինի, ես պետք է փոխարինեի իրան եւ 6-րդ պաշտպանական շրջանի հետախուզական վաշտի հրամանատարը զոհվելուց հետո ես փոխարինեցի նրան այդ պաշտոնում։ Կարողացա նորից վաշտը հավաքել, դարձնել ստորաբաժանում, մտնել մարտի մեջ եւ պատերազմի մեջ ինձ համար ամենահիշվող հանգամանքը այն է, որ իմ աշակերտ Ալբերտ Մնացականյանը, ես եկա տեսա այնտեղ ինքը արդեն կարողացել է դառնալ սպա պատերազմի ժամանակ շատ կարճ ժամանակում եւ ղեկավարել ստորաբաժանումը եւ արդեն իմ համար հեշտ էր, որովհետեւ դեռ արդեն ինձնից մարդ կար, ես ինձ մենակ չի զգում մարտի դաշտում, որովհետև իմ աշակերտը իմ հետ էր եւ դա ամենաոգևորողն էր պատերազմի ժամանակ, իսկ ամենածանր պատկերը այն է, երբ որ մենք զանգեցի եւ իմացա, որ իմ ընկերը զոհվել է եւ կենտրոնական պաշտպանական շրջանի հետախուզական վաշտի հրամանատարը Գեգամ Ուզունյանը, երբ որ ես ֆիզպատրաստության պետ եղել եմ Նադասակի հրամանատար, այնուհետև վաշտի հրամանատար, նույնպես մարզական առումով լավ պատրաստված էր եւ քանի որ ես զորամասի ֆիզպատրաստության պետ էի եւ սպորտային միջոցառում իմ համար առաջնահերթություն էր, ես միշտ նրան ընդգրկում էի տարբեր տեսակի ռազմամարզական միջոցառումներին եւ մենք կարողանում էինք ունենալ բավականին մեծ հաղթանակներ, նաեւ որ այն հանգամանքը, որ իր դասակը դարձել էր զինված ուժերում լավագույնը։ Ամենացավալին այդ էրի ամենահիշվողներից մեկը նաեւ հրաժեշտը իմ ընտանիքի հետ, երբ որ ես իրենց ուղարկեցի եւ ես գնացի այն մտքով միգուցե էլ հետ իրենց չեմ տեսնելու։ Ես կորոնական մարդ չեմ, բայց ինձ համար նույնիսկ զարմանալի է, թե ես ոնց եմ ողջ մնացել։ Ես ունեմ գնդակային վիրավորվածություն, երբ որ իմ վնասված հագուստը տեսել եմ, բայց իմ վրա ոչ մի հետք չկար, ես զարմացել եմ, ոնց է գնդակը ինձ կպել ու մարմինս ոչինչ չի եղել, ուղղակի անդամահատվել է միայն իմ բութմատը։ Դա եղել է 2008 թվականին։ Ուտես բազմաթիվ հանգամանքներ ա եղել, որ շատ ինձ մոտ էր պահում մահվան, բայց մահը խուսափեց ինձնից։ Պատերազմից հետո ես նշանակվել եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտ նախարարության արտադրոցական ծրագրերի բաժնի վարիչ եւ զբաղվել եմ այն գործով, որ ինձ համար ավելի հաճելի է երեխաների մամնակրթական դաստիարակությամբ եւ ես երազում էի, որպեսզի Արցախում ունենանք ճապոնական մարտարվեստների կենտրոն, որտեղ երեխաները կարողանան անվճար ուսուցում ստանալ եւ փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի այդ երեխաները մեծ ապագա ունենան մարզական, չնայած երբեք ինձ համար մարզական ձեռքբերումները գերնպատակ չի եղել։ Նույնիսկ այսօր ես լինելով Արցախյան միակ մարզական կազմակերպության ղեկավարը իմ առջև մարզական նպատակ չեմ դնում։ Շրջափակման ժամանակ մենք շարունակել ենք մեր պարապմունքները։ Իմ աշակերտները ինձ հետ միասին գիշերվա 4-ին հաց հերթ էին կանգնում, բայց հետո նորից գալիս էին պարապմունքի։ Նույնիսկ հիմա իմ աշակերտները ասում են Երանի նորից այնտեղ լինեինք ու շրջափակման մեջ։ Պարապում էինք շրջափակման ժամանակ եւ եկավ այն ժամանակ, երբ որ մեր 3
մարզիկներին հակառակորդը գերեվարեց Հակարի Կարմոնջում, բողոքի մեծ ալիք բարձրացավ եւ արդեն ժողովուրդը հասկանում էր, որ այս ամենը տանում է դեպի պատերազմի։ Պատերազմը երբ որ սկսեց, մեր տունը գտնվում էր զորամասներից մեկի մոտակայքում եւ երբ որ այդ զորամասը պայթեցրեցին, մեր տան հայելները ջարդվեց, այդ ժամանակ իմ տղաս Նժդեհը տանն էր։ Ես միանգամից վազեցի տուն, բոլորին իջեցրեցի անվտանգ տեղամաս, հանգստացրեցի, որ չվախենան, սկսվել է պատերազմը, պետք է չվախենան, պանիկայի մեջ չգցեն, նույնիսկ աղջկանս ասեցի, որ ականջակալներով երաժշտություն բան միացնեն, որ այդ պայթյունները բանը չլսի։ Ահավոր էր, ցավ էր, մենք գիտեինք, որ մենակ ենք այդ պատերազմում։ 23 թվականին մենք զգում էինք, որ ամբողջ աշխարհի դեմ մենակ ենք։ Եվ երբ որ արդեն հրադադար կնքվեց, այսպես ասեմ, որ արդեն գնում էին պերեգավորների, ես մասնակցել եմ մի դրվագի, երբ որ ստիպված են եղել տան մահացած տատիկին հենց իր տան բակում թաղել ու տեղահանվել, որովհետև գերեզմանոցը արդեն գտնվում էր թուրքերի վերահսկողության տակ։ Դա իմ աչքի դեմից երբեք չի գնա։ Եվ այդ այրվածքները, որ կար բենզինի պայստի պայթյունից, դա դժոխք էր։ Ես նույնիսկ պատերազմի ժամանակ այդպիսի տեսարան չեմ տեսել։ Մի անգամից ես ու քույրս մեկնեցինք դեպքի վայր, որպեսզի կարողանայինք օգնեինք ողջ մնացածներին տեղափոխեինք հիվանդանոց։ Մենք դուրս եկանք սեպտեմբերի 28-ին, Հակարի կամուրջի մոտ իմ տնեցիք ստրեսի մեջ էին, որովհետև վախենում էին, քանի որ ես երկար տարիներ զինվորական էի եւ երևացող զինվորական էի, բազմաթիվ անգամ հեռուստատեսությամբ երևացող, վախենում էին, որ ինձ այնտեղ կգերեվարեին։ Այդ ստրեսով անցանք, եկանք, եւ որ եկանք, այդ ստրեսը բոլորիս մեջ էր, բայց մենք չգիտեինք, որ բուժիչ դեղը մեզ հետ բերում ենք ստրեսից։ Պարզվեց, որ կինս հղի է, երբ որ Հակարին անցանք, միանգամից ոնց որ երկրորդ շունչ ստացանք, էներգիա ստացանք եւ այստեղ ծնվեց իմ երրորդ երեխան, աղջիկ անունը Նռան է։ Նժդեհս, Նանես եւ արդեն Նռան են։ Արդեն այստեղ գալուց իմ առջև դրեցի նպատակ նորից հավաքել իմ երեխաներին, մեր արցախցիներին։ Դիմեցի տարբեր մարդկանց, ոչ մեկ օգնության ձեռք չմեկնեց։ Բայց կան նաև բարի մարդիկ եւ այս դպրոցը, որտեղ մենք դասավանդում ենք, նախատեսված է հիվանդ երեխաների համար, հենաշարժական համակարգի։ Եվ միայն այդպիսի դպրոց կար մեզ տեղ տար, որտեղ գթասրտությունը այստեղ չկա այդպես բանը, ես ֆինանս պետք է աշխատեմ ձեզնից եւ այլն։ Դրա համար այս դպրոցը մեզ ընդունեց։ Լույս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը միջնորդեց իմ նամակին եւ ես կարողացա մեկնարկը ապահովել եւ անվճար սկսեցի մարզումները մեր երեխաների հետ։ Նաեւ տարբեր անհատներ անշահախնդիր ինձ օգնեցին մարզագույքի ձեռքբերման համար եւ մենք այժմ ունենք բավականին մեծ քանակի ուսումնանյութական բազա, մոտ 800,000 դրամի կլինի, որ մենք կարողանում ենք մեր պարապմունքները պատշաճ մակարդակով անցկացնել։ Նաև 2023 թվականին մենք կազմակերպել ենք երկու առաջնություն, մեկը Արցախի փակ առաջնություն մեր երեխաների միջև, մյուսը հաշվետու մրցույթը, նաև կազմել ենք հավաքական թիմեր, մասնակցել ենք Հայաստանի գավաթի խաղարկությանը, որտեղ ունեցել ենք 6 չեմպիոն եւ մրցանակակիրներ երկրորդ, երրորդ տեղերի, Հայաստանի առաջնությանը նույնպես 7 չեմպիոն ունեցանք, որից մեկը աղջիկ, Օյամայի գավաթ միջազգային առաջնությանը նաև մասնակցանք, այնտեղ նույնպես ունեցանք 6 չեմպիոն, ինչը բավականին մեծ արդյունք է։ Համագործակցում ենք Հայաստանի Կյոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի հետ, հիմա նաև Կյոկուշին բուդոկայի ֆեդերացիայի հետ, Գյումրիի հետ։ Պարբերաբար ստանում ենք հրավերներ մասնակցել տարբեր միջոցառումների, նաև այլ մարզաձևերում ենք մեզ փորձել, մասնակցել ենք Սանդաուշուի առաջնությանը Արարատի մարզում եւ ունեցել ենք 7 չեմպիոն։ Բավականին ռեզուլտատիվ թիմ ունենք մեզ, բայց մեր նպատակը այդ մեդալներն ու գավաթները չեն։ Մենք ունենք զոհվածի երեխաներ, մենք ունենք զինվորականների երեխաներ։ Ես միշտ ասում եմ, օրինակ
քո հերը մարտական խաչ է, քո հերը գնացել է պատերազմի, որպեսզի մարտական խաչ ստանա, թե քեզ պաշտպանի։ Գազում է ինձ պաշտպան։ Հիմա մենք պարապում ենք, որպեսզի մեդալ ստանանք, թե լինենք ուժեղ, լինենք արկապա, լինենք վարպետ։ Ես այդ եմ դնում, ոչ թե մեդալ։ Մեդալը կարող է բախտի բերման բեր ստանաս, կարող է արժանի չլինես ստանաս, կարող է արժանի լինես քեզ չտան։ Մեդալի համար չենք մենք պարապում։ Մենք ունենք սկզբունք, ճապոնական մարտարվեստը դասավանդում ենք արցախյան համառությամբ եւ ոգով, մենք ունենք նպատակ դա վերադառնա մեր հայրենի Արցախ եւ մենք ունենք արկախոս Արցախը մենք ենք։ Այդ երեխաներ, մեր արկախոսն է, Արցախը մենք ենք։ Մեր նպատակը